Աղջի Նիկոլ, մոռացել էի հարցնեի, վերջը դու հիմա շանտաժիստ ես, թե չէ։ Այն որ Սերժի Փեսեն ասում էր, ամիսը $10,000 փող ա տվե մի 10 տարի շարունակ, ինչ որ վատ բան չանելու համար փող վերցնելը ոնց որ շորթում ա, չէ, քրեական օրենսգրքով։ Հիմա դու շանտաժիստ ես, թե չէ, աղջի։ Արա, աղջի Նիկոլ, քո պաշտոնական թվով 24% աղքատ կա Հայաստանում, 750,000 մարդ, եթե բնակիչների քո թիվը ճիշտ է, բայ վիժվածք, $6 միլիոն մտցրիր Snoop Dogg-ի մի տեղը, $6 միլիոն մտցրիր J-Lo-ի մի տեղը, $37,000 դրա սնվելու փողը, $150,000 դրա հյուրանոցի փողը, 750,000 մարդ չի նստում Երևանի կենտրոնի կաֆեներում ու ռեստորաններում, որովհետև տաներում պահկված մտածում է ոնց անի երեխու օրվա հացի հարցը լուծի, վիժվածք, մեր կուսակցության ծրագրի առաջին դրույթը աղջի, քեզ օրենքով դատապարտելն է, մահապատժի օրենք ընդունելն է, մահապատժի ենթարկելն է, ուսախ լափածդ ունեցվածքը աղքատներին վերադարձնելն է, լսում ես աղջի։ Աղջի Նիկոլ, դու ժողովրդին ասել ես, որ 500 միլիոնից ավել տալիս ես 3 շենքում վերընկած քո համար Facebook-ում քֆուր գրողներին, քֆուր գրող պաշտպանողներին, ժողովրդի փողից, որպեսզի աղջի Նիկոլ մեմ դառած այս վիդեոների տակ քեզ պաշտպանեն ու փորձեն ժողովրդին կոմենտներին դիմագրավել։ Դու պետք է ժողովրդի փողը վերադարձնես, աղջի, այ դնեմ ես քո դեմը այս փաստերը։ Աղջի Նիկոլ, ես ինչ արեց քո հետ Ալիևը, այ Սերժի կողմից զորրով իշխանության բերված ու 7 տարի ընդդիմադիր դաշտը կազմալուծելու շնորհիվ իշխանության պահվող պոռնիկ։ Բա մի հատ ասուլիստուր, մի հատ քրեական գործ հարուցի, ղժղժա, մի հատ այն ժողովրդի փողերով պահվող հարյուրավոր ֆեյք քֆուր գրողներիդ քսիտուր վրեն, չես կարում, որովհետև դու Շմայսի ասած այն ձիշովի պոռնիկն ես։ Քանի որ դու տարակում ես, երբ որ ես կոչ եմ անում ժողովրդին փողոց դուրս գալու, ու ես այնքան եմ կոչ անելու, մինչև ժողովուրդը դուրս գա փողոց, հիմա առիթն օգտագործելով նորից կոչ եմ անում։ Ժողովուրդ հենց որ սա քշեց եկեղեցու վրա, դուրս եկեք փողոց։ Դուրս եկեք 80%-ով սրան ատող մարդկանց ընդամենը մի քանի տոկոսը օրինական ու սահմանադրական կարգով սիկտիր արեք սրան Հայաստանի Հանրապետությունում իշխանությունից։ Աղջի Նիկոլ, ասում են Ալյասկայում հագցրին, հա, քեզ ու Ալիին առանց հաշվի առնելու սկի, ու դրա համար որոշել ես այն մի հատ իրա մոր դեմ, իրա սեփական մոր դեմ ցուցմունք տված մի հատ չատլաշկա կարե, դրա համար ես որոշել դրան հանձնարարես ռուսական բազաների դեմ ցույց անի, հələ աղջի, վերջդ եկել է։ Լսել աղջի Նիկոլ, ոնց որ իրավիճակին էլ չես տիրապետում, հա։ Սերժից ծնված ալնես, թե քո շարասյունը չի լղջել են խիղճ հղի աղջկան, լույս աշխարհ տեսնելուն պատրաստվող երեխու հետ միասին։ Լրիվ ես կորցրեք ես աղջի։ Մահապատիժը պարտադիր պետք է Հայաստանում վերականգնվի։ Մահապատիժը պետական դավաճանների համար, պետական մասշտաբի թվարանի համար պարտադիր պետք է վերականգնվի, ու դրա համար պետք է իշխանափոխություն։ Ես եկա գտա սենց մի հատ հատուկ տեղ, լսում ես, աղջի, Նիկոլ, լսում ես, հələ նա ինչքան տարբերակներ կա, ու էլի լիքը ուրիշ, օրինակ, այս։ Աղջի, ժողովրդի փողերից 7 միլիարդ արտաքին պարտք լափած Սերժից ստեղծած փնթի վիժվածք, դու որ Ստեփանակերտի հրապարակում ղժժում էիր Արցախը, Հայաստանը եւ վերջ, ու հետո արցախցիները մնացին անտուն, անհույս, անփող, անհոգի, անգերեզման ու անհայրենիք։ Հիմա նույնը սյունեցիների հետ է կրկնվելու։ Դու քո նախընտրական շրջանում ընտրվելու մի 2% ավել ձեն ավելի ճիշտ ստանալու համար ձվեցիր Սյունիքը, որպեսզի սյունեցիներին էլ թողես անտուն, անհույս, անհոգի, անգերեզման։ Մեր նախընտրական ծրագրում հիշացնում եմ, մահապատիժը վերականգնելն ու քեզ մահապատժի ենթարկելն է, վիժվածք։ Լսում ես աղջի։ Աղջի Նիկոլ, ես ինչ տուպիկ եմ քեզ բայց գցե։
Էս ինչի է, հենց ես Սերժի անունը տալիս եմ, սաղդ խառնվում եք իրար։ Իմիջայլոց երկար մտածում է, արա ոնց անեմ այդ ձեր ֆեյքերին, այդ ժողովրդի փողերով, որ այդ միլիոնները շփում եք ֆեյքեր եք, է պահում։ Ոնց անեմ այդ ֆեյքերով սկսեք նորից ինձ կպնել, որ ռեյտինգս բարձրացնեք, համել էջերս ռասկրուտ կանեք։ Քանի որ պապայից Սերժի լրատվականները արգելել են ինձ լուսաբանել, ստիպված սենց եմ անում, էլի։ Ուրեմն ի՞նչն է բանը։ Դու տուպիկի մեջ ես, այո։ Դու պարտավոր ես Սերժ Սարգսյանին կալանավորել, որովհետև ում ուզում ես կալանավորի, ուզում ես սաղ ազգին հերթով այսպես բռնի, դու միջև Սերժին չկալանավորես, ամբողջ ազգը խոսալու է, ու ես ընենց եմ անելու, որ խոսա, ընենց եմ անելու, որ 3 միլիոն հայ ներսում, չնայած այդքան չկա, 10 միլիոն հայ էլ դրսում իմանան միջև վերջ, որ դու Սերժի տղեն ես, Սերժը քեզ ծնել է, բերել է, որ 5 միլիարդը Ալիևից վերցնեք, Արցախը հանձնեք, երեխեքին սպանեք, Հայաստանը տանես, մտցնես Էրդողանի մի տեղը։ Չի ստացվել։ Աղջի Նիկոլ, երեկետում էիր ուղարկեմ էր դահլիճ, նա հետևը նստած ամիտեղ։ Ես գալու եմ քեզ չպրջեմ, չպրջելը չի մտնում սահմանադրական կարգի տապալման մեջ, այսօր հավեսդ չունեմ։ Աղջի Նիկոլ, բա իմացել ես, որոշել ենք իշխանափոխությունից հետո, մինչև օրենքով մահապատժի վերականգնումը, քեզ կանանց գաղութ նստացնել։ Լսում ես այս Սերժի ստրուկ։ Իմիջայլոց, դու ես ժամին ինչ ես անում ես վիդեոներն ես նայում փոխանակ գործի լինես։ Դու նեղվում ես, որ ժողովուրդը սրանք տասնյակ հազարներով լայքում է, իսկ քո վարչապետարական նյութերը այլևս ոչ։ Աղջի Նիկոլ, այն օրը Սերժ Սարգսյանին տեսա, հարցրեցի ասի կարող է Նիկոլը նախընտրական շրջանում քեզ էլ վսյոտակի կալանավորի, որ մարդիկ հավատան, որ դու չես իրան բերե, ասեց չէ, Նիկոլը ռսկուտի ինձ կկալանավորի, որովհետև կոմպրոմատ ունեմ իր ուտնեցիքի վրա, ասում է կհրապարակեմ, նենց օրը կընկնի իզուտ հոզը չի մնա։ Եվ սիրելի դիտողներին հիշացնեմ, որ Ալյանս կուսակցությունը իր նախընտրական ծրագրում թիվ 1 կարևորագույն դրույթը հռչակել է հետևյալը՝ մահապատժի վերականգնում պետական դավաճանության ու զանգվածային կանխամտածված սպանության համար մահապատիժ։ Աղջի Նիկոլ, այն Սաակաշվիլին Բերթից հայտարարություն է տարածել, որ դու Թուրքիայում ըստ իր տեղեկությունների արդեն փաստաթուղթ ես ստորագրել Միջանցքը հանձնելու ու ռուսական բազան Հայաստանից հանելու մասին։ Աղջի դու լրվես գժվե, դու զգացիր, որ ժողովուրդը պատրաստ է քեզ։ Հա աղջի։ Աղջի Նիկոլ, վերջը Միջանցքը տվեցիր, հա։ Հրե ինչ կեղտոտ գյադա, բայց դու դուս է կարայ Ալիևի ճորտ։ Լսիլը մտքովս մի հատ բան անցե։ Կարող է հանգարց ընտրություններին աղջի Նիկոլ դաշինք սարքենք մի 50+1% հավաքի։ Հա աղջի։ Այ խուժան աղջի Նիկոլ, լսել ես այն անեկդոտը, որ սաղ ժողովուրդը խոսում է։ Ասում է Նիկոլը սատկում է շան նման ընկնում է դժողք, սատանեն առավոտը գալիս է տենում է դժողքը հանձնելա թուրքերին։ Լսել ես աղջի այ Սերժի ստրուկ։ Աղջի Նիկոլ, բա իմացել ես, այդ որ 200,000 կեղծ անձնագիր էիք տպե Վրաստանի սահմանին բռնել են, այդ անձնագրերը չի աշխատելու, ոչ մի բան չի աշխատելու, ընտրողների ցուցակների հետ ոչ մի մախինացիա էլ չես կարողանալու անես աղջի, որովհետև ստեղծել ենք մոբայլ հավելված արհեստական բանականությամբ ներբեռնվող ընտրողների ցուցակներով հանդերձ ու ոչ մի բան էլ չեք կարողանալու անել, բա այս ընտրությունները նոր ձևի են անցնելու, լսում ես Սերժի ստրուկ։ Աղջի Նիկոլ, դու միջև վարչապետ դառնալը Խաղաղ օվկիանոսի ջրերին մոտեցել ես հեչ, ես ուզում եմ հասկանամ, քեզ Սերժը որ սարքեց վարչապետ, նրա համար սարքեց, որ դու կնգատ հետ ֆռռաս սաղ աշխարհով մեկ, Խաղաղ օվկիանոս, չգիտեմ ուրիշ տեղեր բամ ու կյանքի բարիքներից օգտվես ժողովրդի փողի հաշվին, դու պետք է վերադարձնես ժողովրդի փողը աղջի։ Աղջի Նիկոլ, դու գիտես ես ինչա, ես Նովգորոդի Կրեմլն է, լսիլը, աղջի այ Սերժի կողմից կոմպրոմատը վզի դրած ու զորով իշխանության բերված քրջ, այդ որ ասում ես
Հողերը, որ առանց պատերազմի տայի անկախությունը վտանգի տակ կդնեի, դու կարծում ես քեզ հավատում են, այ փնթի։ Դու են 5000 ընտանիքների բալեքին սպանեցիր, փաստորեն որ Կրեմլին գցես ու թուրքերից փողեր առնես։ Հիշի, մեր նախընտրական ծրագրում լինելու է մահապատժի վերականգնումը։ Աղջի Նիկոլ, լավ տեղա չէ, բայ բոմժ 14 միլիարդ արտաքին պարկ որ վերցիր, ինչի մի հատ սենց տեղ չսարքեցիր Հայաստանում։ Լսի, ուրեմն Telegram ունես, չէ, գրում ես Տիգրան Ուրիխանյան, մտնում ես իմ Telegram ալիք, այնտեղ գրում ենք մեր ծրագիրը, այդ թվում մահապատիժը վերականգնելու մասին։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում վերականգնվելու է պետական դավաճանների համար մահապատիժ։ Աղջի Նիկոլ, այն օրը գնում էի տենամ հայ ժողովուրդն է կանգնած, մեկ էլ հարցնում է հայ ժողովուրդը, ասում է, այս Սերժին ինչի չի կալանավորում Նիկոլը, սաղին կալանավորում, փողեր առնում բացաթողում, Սերժին չի կալանավորում։ Հələ մի հատ կարաս Էրդողանի արև երդված, որ դու Սերժի տղեն չես, այ Սերժի բերած աղջի։ Աղջի Նիկոլ, գնում ես Հռոմի պապի մոտ Վատիկան, որ համել Սերժի փեսու հետ հանդիպես, որն է սկսում են ընդե ավարտվում, հա։ Ես 2 օրը մեկ հիշացնելու եմ, որ դու Սերժի փեսու կաթով մեծացած Սերժի ստրուկն ես, լսում ես աղջի։ Հա Նիկոլ, մոռացա, ես քեզ ունեմ էլի մի 3 հարց։ Հարց առաջին։ Ուզես 2026 թվին 50+1%-ով նորից ընտրվես, էլ մի 5 տարի վարչապետ ելնես, բայց որ սատկես գերեզմանիդ վրա գրած առնելու դավաճան բոզի տղա, սենց քարի վրա օֆիցիալ գրած առնելու։